Ինչի համար եք տանում հիվանդանոց։ Ինքը կանգատ է ներկայացել։ Գյումրու քաղաքապետի նախկին խոսնակն հազանգում է իրեն տնային հագուստով ու հողաթափերով ոստիկանություն բերման ենթարկելու, անհամաչափ ուժ կիրառելու, ձերբակալման վայր ընդունվելիս տեսախցիկի առջև մերկացնելու ու զննելու մասին։ Նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը Facebook-ի իր էջում հրապարակել է այն ոստիկանի լուսանկարը, որն ըստ պաշտպանի նվաստացրել խոշտանգել է կնոջը։ Ներքին գործերի նախարարությունը հերքում է Փոստանջյանի պնդումները, վստահեցնում են, որ ոստիկանության Կումայրիի բաժնում կնոջը խուզարկել են կին ոստիկանները առանց տեսախցիկների, իսկ ձերբակալվածների պահման վայրում բժիշկները նրան զննության են ենթարկել առանց ոստիկանների ու տեսախցիկների։ Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ բազմաթիվ քրեական վարույթներ են առկա թե դատարանում, թե նախաքննության փուլում։ Մենք ի սկզբանե խափանման միջոց անազատության հետ չկապված խափանման միջոց են կիրառել։ Քննչական կոմիտեն Աղեկյանին մեղադրում է խուլիգանության եւ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։ Աղեկյանի ձերբակալությանն այսօր խորհրդանում անդրադարձավ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, ասաց, նրան կալանավորել են, քանի որ ազատության մեջ ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորել։ Անձը թե դպրոցում խուլիգանություն կատարելիս անչափահաս երեխաների մասնակցությամբ եւ նկատմամբ Լիլիթ Աղեկյանի գործի մասին է խոսքը։ Անչափահաս երեխաների նկատմամբ եւ դպրոցի ամբողջ դպրոցի բնականon գործունեությանը կազմալուծել, կազմաքանդել եւ ընդ որում անձնական շարժառիթներով հաջորդը դատական նիստի բնականon պրոցեսը խաթարել, դատավորին վիրավորել եւ այլը, դրա համար մենք ստիպված, հարկադրված գնացել ենք այդ ծայրահեղ խափան միջոցի։ Պողոսյանը պատասխանում էր ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին։ Պարոն Պողոսյան, քննչական վարույթներ նախաձեռնելիս ես ակնհայտորեն տեսնում եմ երկակի ստանդարտների իրագործում եւ նաեւ ակնհայտ քաղաքական ենթատեքստ հարուցված գործերի շրջանակներ։ Կա երկու պարզ դրվագ։ Մի դեպքում մարդը ծեծում է, մյուս դեպքում ուղղակի գնահատականը հնչեցնում, եթե կուզեք վիրավորանք։ Պատգամավորը քննչականի ղեկավարին հիշեցնում էր ընդդիմադիրների գործերը, երբ նրանց շատ արագ կալանավորում են, բայց իշխանականներին, օրինակ, տեսախցիկների առաջ ակտիվիստին դաժան ծեծած նոր-նորքի իշխանական թաղապետին թողնում ազատության մեջ։ Ոնց է ստացվում, որ ծեծի ենթարկած թաղապետը շարունակում է լինել, ոչ միայն պաշտոնավորում է, նաև ազատ է, բայց մյուս անձը, ով ընդհանրապես գնահատական է հնչեցրել, գտնվում է կալանքի տակ։ Քննչականի նախագահը պնդեց, թե նոր-նորքի թաղապետի արարքը ոչ մեծ ծանրության հանցագործություն է։ Ինչ վերաբերում է Լիլիթ Աղեկյանին, ասաց, նա ազատության մեջ էր, մինչև իրեն վատ պահեց։ Ասում եմ Լիլիթ Աղեկյանը առաջին անգամ չի հանցանք կատարել։ Ասում եմ Լիլիթ Աղեկյանը բազմաթիվ առերևույթ հանցանքներ է կատարել։ Մենք ընտրել ենք անազատության հետ չկապված խափան միջոց 1, 2, 3 դեպքով։ Աբովյանի բանտում պահվող Աղեկյանին տեսակցել են մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները։ Անահիտ Մանասյանն այսօր ազատությանն ասաց, նրա հարցով զբաղվում են։ Մասնավորապես անձը մի քանի մտահոգություններ է ներկայացրել իր նկատմամբ վատ վերաբերմունքի տարբեր դրսևորումների առնչությամբ, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի առնչությամբ մի քանի մտահոգություններ է ներկայացրել, որոնք բնականաբար պետք է իհարկե մեր կողմից էլ դառնան քննարկման առարկա պարզաբանումներ պահանջելով պետական մարմիններից։ Մինչ մարդու իրավունքների պաշտպանը զբաղվում է Աղեկյանի հարցով, որ գնահատականներ տա, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն արդեն ընդգծում է, կնոջը նվաստացրել են։ Աղեկյանին տնային հագուստով ու հողաթափերով բերման ենթարկելու կադրերը համացանցում հայտնվելուց հետո իրավապահների հասցեին քննադատություն է հնչում, թե ինչու կնոջ նկատմամբ չեն դրսևորել տարրական հարգանք։ Եվ այստեղ նվաստացում հստակորեն տեղ է գտել, հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձը հայտնվել է համապատասխան մարմիններում բոլորովին չպատրաստված, բոլորովին ընտնային կամ միգուցե նաև անկողնային հագուստով, հողաթափերով, ինչը բոլորովին չի կարող համատեղելի լինել անձին բերման ենթարկելու կամ ոստիկանության կամ քննչական մարմիններում ներկա գտնվելու իրավիճակի հետ։ Իրավապաշտպանը հիշեցնում է, կալանքը պետք է ծայրահեղ դեպքում կիրառվի, կնոջը կարող էին տնային կալանքի տանել։ Նա եւս զուգահեռներ է անցկացնում ակտիվիստին ուղիղ եթերում ծեծած թաղապետի եւ այս գործի միջև ազատության մեջ գտնվող թաղապետը շարունակում է աշխատանքի գնալ, իսկ Աղեկյանը ճաղերից այն կողմ է։ Դարձյալ կալանավորման վերաբերյալ որոշումները պետք է կայացվեն հույժ անհրաժեշտության սկզբունքով։ Իրավապաշտպանը նաեւ կարևորում է Աղեկյանին տնային հագուստով ու հողաթափերով բերման ենթարկած ոստիկանների հարցի
քննությունը։ Պետք է ծառայողական քննություն անցկացվի, հետո տրվի գնահատական։ Նվաստացրել են կնոջը, թե ոչ։